Կարծում եմ վաղաշաբաթի ընտրությունները ապացուցեցին, որ այլևս Գյումրի երկրորդ չեն կարող անել։ Ի վերջո, եկեք, եթե բոլոր տեխնատուներին ժամանակ ունենանք ու հատիկ-հատիկ նայենք, թե ով ում հետ, որ բուրգի մաս է կազմել, որ իշխանության մաս է կազմել, ինչպիսի շահեր են իրենք կիսում, կհասկանանք, որ այո, այս ամբողջ ընդդիմադիր ուժը մի թելով իրար հետ կապված է, եկեղեցին էլ իրենց հետ միասին։ Այնպես որ այստեղ չկա որևէ Այն ուժերի մասին, որ հիմա դուք եք խոսում, չկա այնպիսի մի ուժ, որ անջատ, որպես այդպիսի քաղաքական ուժ է, ինչ որ տեսլական ունի, բոլորը միայն իրենց երազանքի մասն են խոսում, որ մենակ թե մեր իշխանությունը չլինի, բայց ժողովրդի համար ինչ ունեք անելու։ Ինչ ունեք ասելու ժողովրդին, ինչ լինի որ դրանից հետո։ Ինչ եք բերելու դուք դրանից հետո։ Դե օրինակ Գյումրիում Հայաստան դաշինքը իր օրերս ունեցած հանդիպման ժամանակ ասեց դոմիկների հարցն ենք լուծելու։ Հա, միջև էլ Վարդանիկը ասում էր, որ գործարաններ են գալու կառուցեն, մի արդյունաբերական քաղաք էր դառնալու հեսա Գյումրին։ Խնդրում եմ էլի, բոլորին շատ լավ գիտենք ով ինչ է արել, ով ինչ է անում։ Մարդիկ են խոսում այդպիսի բան, կներեք էլի, հեծի օրինակը, մենք ամենօրյա ռեժիմով ենք տեսում հեծի հետ ինչպես են իրենք վարվել, ինչի նպատակով է ծառայել Զուտ իրենց բիզնեսները զարգացնելու համար են հեծը օգտագործել կամ ասենք կրկեսի շենքը 15 տարի չեն կարողացել մի կրկեսի շենք սարքել, հիմա դարձել են այդպես տենց բաներ լուրջ գործարաններ սարքող այդպես ուժեր,